Ես ամենայն անգեղծամ, քանի որ այնտեղ քրեակատարական հիմնարկում տեղեկատվությունը շատ ավելի ուշ եւ դժվար էր հասնում, ես որ իմացա մոտավորապես 15, չեմ սխալվում 14-15 ժամ դատավարությունից հետո դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ եւ հաջորդ օր առավոտյան 11-ից հրաբարակել են, որ կալանք եւս 2 ամսով երկարաձգվում է, իմ համար արդեն այս ամենը ծիծաղելու չէ, ողբալու աստիճան ցավալի է, որովհետև վստահեցնում եմ ձեզ, ես քրեակատարական հիմնարկում եմ եղել ընդամենը 28 օր, ոչինչի համար, իսկ ազգային բարերար հայրենասեր, հայրենանվեր մարդը արդեն 5 ամսից ավելի է գտնվում է անազատության մեջ ու դեռ առնվազն, ինչպես հասկանում ենք, եւս 2 ամիս է լինելու է, հուսամ սա վերջին երկարացումն էր, այս ամենը իրոք խայտառակություն է, վստահ եմ նման բան աշխարհում հիմա երևի չասեմ շատ քիչ, հնարավոր ոչ մի իրավականա նորմալ երկրում տեղի չի ունենում, ու այստեղ հարցը ինչի ու ես շեշտեցի ազգային բարերար Սամվել Կարապետյանը, Աբովյանի կալանքի տակ, այստեղ հարցն է, թե լավ, վերջո, ինչի համար, ընդամենը մեր ձևով բառակապակցության համար անձին զրկես իր ընտանիքից, իր գործերից, դա խոսում է միայն իմ կարծիքով վախի մասին, որովհետև ենթադրում եմ ողջամտորեն, որ ուղղակի Սամվել Կարապետյանը խանգարում է, ուրիշ ոչ մի բան։